Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքի եթերում հարցազրույց է։ Մենք այսօր կխոսենք այն իրավիճակի մասին, որը կա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այդ ճգնաժամը նաև սկսել է տարածվել Հայաստանի պանրային արտադրանքի ուրեմն արտահանմանը Ռուսաստան, դա շուրջ ռուսական լրատվամիջոցներն արդեն գնահատել են, որ մոտ 16 միլիոն դոլարի ծավալ է կազմում տարեկան եւ դրանից շուրջ 13 միլիոնը գնում է հենց ընդհանրապես Հայաստանի արտահանումը պանելի 16 միլիոն է, 13-ը գնում է Ռուսաստան եւ նրանք մտածում են, որ աշնանը այդ հարվածի հետևանքները հայերը կզգան։ Դա էլ քիչ էր, Wildberries-ն է սկսել էպիկական պայթյունները իր շարունակական շարքը եւ հազարավոր հայ արտադրողներ պրոբլեմի առաջ են կանգնած, կորցրել են ապրանք, չեն ստանում կոմպենսացիա դրա համար, որովհետեւ Wildberries-ը միակողմանիորեն փոխել է այսպես կոչված օֆերտայի պայմանագիրը։ Միակողմանիորեն համարում է, որ ինքը ֆորս մաժորների համար կոմպենսացիա չպետք է տա։ Եվ ուկրաինական դրոնների հարվածները ֆորս մաժոր են, հետևաբար նա ինքն իրեն ազատել է կոմպենսացիայի պարտավորությունից։ Հայաստանը ինտեգրված չէ միջազգային գլոբալ մարքեթփլեյսերին, ել չեմ խոսում, որ գործում է $200 ամսական սահմանաչափը, այդ ամենը կոչված է պաշտպանելու ռուս արտադրողի, ի հաշիվ հայ արտադրողի, ել չեմ խոսում հայ սպառողի։ Սա իրավունքի խախտում է նաև։ Փորձենք հասկանալ եւ ես մի հարգարժան զրուցակից եմ այսօր հրավիրել մեր եթեր, մեր հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, բարև ձեզ պարոն Սաքունց, շատ շնորհակալ եմ, որ հանգստյան օրով ընդունել եք հրավերս եւ ժամանակ եք գտել մեր եթերի համար։ Ողջունում եմ ձեզ։ Ողջույններս, պարոն Մեհրաբյան, ես էլ եմ ուրախ հանդիպելու եւ նաեւ ձեր հետ զրուցելու։ Շնորհակալ եմ։ Պարոն Սաքունց, հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը ահա այսպիսի նոր ոլորտներ է սկսել ներառել եւ նոր դրսևորումներ ձեռք բերել։ Դուք որպես իրավապաշտպան ինչ եք այստեղ տեսնում եւ ինչ անելիք եք տեսնում պետության կողմից, համեցեք։ Ճիշտ ասած, արդեն երևի թե հենց նախընտրական ժամանակահատվածում, երբ որ առաջի սահմանափակումները մտցվեցին հայաստանյան արտադրանքի նկատմամբ, պետք էր սպասել, որ իհարկե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում պարլամենտական ընտրություններից խիստ դժգոհ է մնացել եւ իր քաղաքական ծրագիրը չկարողացավ հաջողացնել եւ այդ պատճառով պետք է գնա Հայաստանում քաղաքական, տնտեսական, ընդհանրապես իրավիճակի սրման ուղղությամբ քայլեր պետք է կատարի, որովհետեւ եթե չի կարողանում մեր ընտրական համակարգով կամ ընտրությունների միջոցով հաջողության հասնել, ուրեմն պետք է հասնի ձեռքի ունեցած լծակներով, որոնց մասին արդեն մենք տեսնում ենք, որ շարունակում է այդ գործելակերպը արդեն կատնամթերք եւ այլն, իսկ ուրիշ ինչ սպասել։ Այդ պետությունը բազմաթիվ սահմանափակումներ է մտցրել իր քաղաքացիների նկատմամբ։ Դա մի ռեժիմ է, որը իր քաղաքացիների նկատմամբ լայնածավալ սահմանափակումներ է մտցրել։ Կյանքի իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումների ծերծնալու իրավունքի, տեղեկատվության
ստացման, տարածման եւ ընդհանրապես խոսքի ազատության իրավունքի գիտեք ինչ սահմանափակում ինտերնետային ուրեմն ցանցերից օգտվելու հնարավորության սահմանափակում ինչ չի արել ինքը եթե իր քաղաքացիների նկատմամբ է նման վերաբերմունք ցուցաբերում ապա բնականաբար նա չի կարող այլ բնույթի վերաբերմունք դրսևորել կոնկրետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ ել չեմ խոսում մի պետություն, որը սանձազերծել է ագրեսիվ պատերազմ Ուկրաինայի դեմ եւ 4 տարի արդեն 5 տարի ավել ըստ էության 5-րդ տարի մեջ ենք սպանում է, առևանգում է, ոչնչացնում է, այսինքն ինչու պետքա Հայաստանը մտածի, որ ինքը զերծ է մնալու այդ ռեժիմի ուրեմն ագրեսիվ քայլերից։ Ես գտնում եմ, որ շարունակելու է, ընդ որում ցավոք սրտի մինչ 2018 թվականը Հայաստանը այնքան սերտաճված է Ռուսաստանի Դաշնության հետ, կոնկրետ եմ ես ասում, հենց կոնկրետ Ռուսաստանի Դաշնության հետ, այդտեղ խնդիրը ԵԱՏՄ-ի մասին չէ խոսքը, ԵԱՏՄ-ի, ասենք նույն Ղազախստանի կամ Բելարուսի, կամ այլ պետությունների ԵԱՏՄ-ի անդամ չունի այդ աշճան սերտաճվածություն, ինչքան Ռուսաստանի հետ ենթակառուցվածքների առումով ըստ էության դեռ ունի ինքը գործիքներ, տեսանք երկաթգծի հետ կապված կոնցեսիոն կառավարման բան ունի պետական գույք հանձինս էլեկտրական էներգիայի արտադրությամբ մենք գույք բարդի դիմաց հանձնված են բավական շատ կարողություններ, ել չեմ ասում արտադրական կարողություններ, որոնք չեն էլ գործում, բայց ինքը ունի այդ սեփական գույքը, պետությունը ունի սեփական գույք, հասկանում եք, ոչ թե ինչ-որ մասնավոր ձեռնարկություն, այնպես որ ի վերջո ունի ռազմական բազա, սահմանապահ ուրեմն զորքեր, նկատի ունեն, որ իր կարծիքով սկսել է այնպիսի բնագավառներից, որոնք անուղղակիորեն ազդեցություն ունեն մարդկանց կենսամակարդակի վրա։ Ունենալով լրջորեն լուրջ խնդիրներ, որովհետև Ռուսաստանում հիմա տեսանք Ուկրաինայի կողմից նավթա վերամշակման այդ ամբողջ համակարգը շարքից դուրս հանվեց եւ չունի այն արտադրական կարողությունը այլևս նույնիսկ սեփական երկրում ապահովելու վառելիքը այդ դեպ ասեն, որ իդեպ պարոն Սաքունց, իդեպ հենց մեր հանդիպումից քիչ առաջ հայտնի դարձավ, որ բենզինի արտահանման արգելքը Ռուսաստանում երկարաձգվել է մինչև տարեվերջ։ Ինքը այդ մինչև տարեվերջ ինքը պարոն Միրաբյան, եկեք արձանագրենք հետևյալը, որ նավթա վերամշակման այդ ձեռնարկությունները դրանք բավական լուրջ տեխնոլոգիաներ են եւ դրանց վերականգնման համար նույնպես ժամանակ է պետք։ Իհարկե։ Կես տարվա ընթացքում այդ ամբողջ ծավալը տեխնոլոգիաները ես նույնիսկ հասկացում եմ, որ Ռուսաստանն ունի այդ տեխնոլոգիաները, որտեղ շատ լավ գիտենք, որ տեխնոլոգիաների առումով ինքը ժամանակի ներմուծող պետություն է եղել։ Եվ շատերը եւ այդ գործարաններից շատերը կառուցվել են արևմտյան կապիտալի հետ համագործակցությամբ, որը հիմա չկա։ Ռուսաստանը տեխնոլոգիաների արտադրող չի։ Մի բան է նավթը հանել, չնայած դրա համար էլ անհրաժեշտ լրջագույն տեխնոլոգիա չէ, ասենք թե հում նավթը, բայց այդ ռեկտիֆիկացիոն այդ ամբողջ աշտարակները նավթի մշակման ամբողջ այդ ցիկլը եւ այլն ունենալով պատժամիջոցներ, տեխնոլոգիական սահմանափակումներ, ունենալով ընդհանրապես այդ տեխնոլոգիաների անգամ մասերը, հա, առանձին մասերի ստացման սահմանը, այնպես որ ոչ թե մինչև տարվա վերջը շատ ավելի երկար ժամանակ է ուրեմն տևելու, առավել եւս եկեք սպասենք նաեւ
ուրեմն բերքահավաքի հետ կապված, որտեղ ըստ էության սննդի հետ տարական, հա, ցորենի վերջին հաշվով եւ Այո, այլ ուրեմն դրանց բերքի հավաքի համար նույնպես վառելիք է պետք։ Եվ այո, այդ վառելիքի բացակայության պարագայում կամ խիստ սահմանափակության պարագայում իհարկե ձեռքի աշխատանքով ինչպես միշտ կարող են ինչ-որ քանակով հավաքել, բայց անխուսափելիորեն դա բերելու է ինքնարժեքի մեծացմանը, չէ՞, վերջին գահ հաշվով։ Այսինքն այդ ուզում եմ ասել, անծայրածիր դաշտերը գերանդիով չեն հնձի կամ ձեռով բնական, չեն ցանի, էլի։ այսինքն ես ինչ եմ ուզում ասել, որ ժողովրդի լեզվով ասած, լա ձեր հալին նայեք, լա մեզ էլ ուզում եք բան անեք, նեղեք, հա, Պաշտպանեք, հա, պաշտպանեք, այնպես որ փրկեք։ այո, հայաստանյան արտադրանքի դեմ սահմանափակումն է մեծ համար դժվարություն է ստեղծում։ Իսկ այդ դժվարության հետ կապված հարցը միանշանակ պետք է հասցեագրել Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Չնայած, գիտեք, երբ որ նայում ես այդ ամբողջ պատմությունը, ուղղակի ուզում ես ասես, լավ, բա երբ որ մեր աչքի առաջ հարձակվել էր Վրաստանի վրա, եւ հիշում եք նույն վրացական Իհարկե, ապրանքների նկատմամբ էլ այդ սահմանափակումներ, պատժամիջոցներ էր կիրառել Ուկրաինայի դեմ այդ հարցը Թավշյա հեղափոխությունից հետո այդ հույսները ինչի վրա էին դրել օրինակի համար, էլի, այն ինչ էր պետք անել, որ համոզվեին, որ մեխանիզմը կամ ռեժիմը չի տարբերակում, թե ում նկատմամբ կիրառի։ Իհարկե չի կիրառել միայն այն պետությունների նկատմամբ, ինչպես ասենք, թե պսևդոպետությունն է Բելարուսը, անունը կա, մանուն չկա, որտեղ ամբողջությամբ հպատակ պետություն է։ Եվ ցանկացած որևիցե պետություն, եթե փորձի ինքնուրույն քաղաքականություն իրականացնի, Կրեմլի ազդեցությունից դուրս գալու ուղղությամբ, ապա բնականաբար ենթարկվելու է այդպիսի պատժամիջոցների։ Ինչ վերաբերում է այդ ձեր ասած Վալբերիս եւ այլն, դե գիտեք, խոսել սպառողների իրավունքների կամ առևտրային պայմանագրերի պահպանման մասին մի պետության հետ, որը միջազգային բոլոր նորմերն է ոտնատակ տվել, իր իսկ օրենսդրությունն է ոտնատակ տվել, նկատի ունեմ օրենսդրություն, գիտեք ինչ, ռեժիմը իր ամբողջ իրավական համակարգը այնպես է ձևափոխել, որ բավական հեռու է նվազագույն միջազգային եւ ընդհանրապես քաղաքակրթական նորմերից։ Եվ այդ պարագայում ակնկալել, որ ինչ-որ մի հատ հատվածում, ասենք հատ կոնկրետ Վալբերիս հետ կապվածում, պետք է պահպանի այդ սկզբունքները, ուղղակի միամտություն է, հա։ Դա ընդհակառակը դա հերթական անգամ մի կարևոր ազդակ է, ազդանշան, որ չպետք է ընդհանրապես ռուսական որևէ կամպանիաների կամ այդ պետության հետ գործ ունենալ։ Ինչքան հեռու, այնքան լավ, որովհետև օրինական թիրախ է Ուկրաինայի համար այն թիրախները, որոնք նա խփում է։ Օրինական թիրախ է, որտեղ նա իր դեմ այդ ահռելի պետությունը ռեսուրսներ է ծախսում իր դեմ այո, իրեն ոչնչացնելու համար։ Եվ հիմա կներեք մի քիչ էլ բարոյական հարց էլի։ Բայց եթե այդ ռեսուրսները օգտագործում այդ պետությունը Ուկրաինային ոչնչացնելու համար, մենք էլ այդ ռեսուրսների հետ հարաբերվում ենք։ Ինչքանով է բարոյական։ Վերջնաշով դու առևտուր անես մի իհարկե, պետության հետ, որը սնուցի կամ ստանում է որոշակի եկամուտ, հա, ու դա ուղղում այլ պետության ժողովրդին ոչնչացնելու համար։ Իհարկե ես հասկանում եմ բիզնեսը բարոյականությունից շատ հեռու է, բայց իմ կարծիքով եկել այնպիսի մի վիճակ է, որ պատերազմի, այսինքն ագրեսիա սանձազերծած պետության հետ առևտուր անելը ինքը ընդհանրապես անթույլատրել է եւ շատ շուտ պետքա ուրեմն ամբողջությամբ իրապես տեղափոխել առևտրի եւ տնտեսական հարաբերությունների ամբողջ սպեկտրը Հայաստանի ընդհանրապես հեռացնել ուրեմն Ռուսաստանից եւ այլ նոր գործընկերներ ձեռք բերել, այլ շուկաներ ձեռք բերել, կարծում եմ Հայաստանի արտադրանքի ծավալը այնքան մեծ չէ, որ շուկաներ չգտնվի, այսինքն ինքը
այդքան մեծ ծավալ չի, որ ասենք թե խոշոր եսին բաների հետ, բայց որոշակի ինֆորմացիաները, որ մենք տեսնում ենք, ասենք թե որոշակ գյուղմթերքի արտահանման եւ այլն, այնուամենայնիվ դրանք կարծում եմ կհաջողվի։ Ուղղակի նույնիսկ եմ կրկնում, պետք է հեռու մնալ ռուսական այդ տնտեսությունից, որովհետեւ եւ իդեպ ասեմ, կարծեմ այդպիսի կարծիք հնչեցվել է շատ լավ է անում, որ պատժամիջոցները կիրառում, գոնե եթե գլխի չէին եղի, որ չպետք է դրանց հետ առևտուր անել։ Հիմա իրանք են այնպիսի քայլերի դիմում, որ ստիպված մենոնք պետք է մտածեն, որ այլընտրանքային ճանապարհներ գտնեն, հասկանում եք, բայց Այո, ես ասեմ, իհարկե այս ճգնաժամ ասելը, ես ճգնաժամ չէի ասի, պետք է ասեմ, որ այո, Ռուսաստանի Դաշնությունը իր քայլերով տրամաբանական այդ քայլերի տրամաբանությունը հանգեցնում է, որ Հայաստանը գնալով ավելի շատ է հեռանալու ռուսական ազդեցությունից։ Անխուսափելի է սա, եւ ինքը ի զարմանս նպաստում է, որովհետեւ տրամաբանությունը այդտեղ խեղաթյուրված է այնտեղ։ այո, Շուտով մենք ուրիշ բաներ կունենանք, դա ավելի լուրջ մարտահրավերներն է, որ կարող է թեման մի քիչ այլ հարց է, գիտեք, աշնանը սպասում է իրապես մոբիլիզացիա Ռուսաստանի Դաշնությունում։ Երևի թե բավական մեծ մարդկային ռեսուրսներ են փորձում ներգրավել Ուկրաինայի ճակատում իրավիճակը փոխելու համար եւ ես ակնկալում եմ բավական մեծ հոսք նաեւ Ռուսաստանից տեսանք թե 2022 թվականի փետրվարից հետո մարտ սեպտեմբեր ամիսներին չէ այդ տարի ինչքան մեծ հոսք եղավ Ռուսաստանից դեպի Հայաստան չեմ ասում որ այլ երկրներ լինելու այնպես որ այստեղ նաեւ այդ մեծ հոսք է լինելու դա եմ ակնկալում բայց միաժամանակ իհարկե մեր դարտերի տեսակետից առաջնային է երկաթգծի կոնցեսիոն կառավարման հարցի լուծումը, որովհետև մեր զարգացման հիմնական այս պահին առաջնահերթ խոչընդոտը մեր տնտեսական զարգացման հետ է կապված, հա։ Եվ ի վերջո նաև գիտեք մեր միջազգային գործընկերները քաղաքակրթական այդ քաղաքակիրթ գործընկերները պետք է ի վերջո համոզմունք ունենան, որ Հայաստանը չի շարունակելու այդ կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ բaragում, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը սանկցիաներ է կիրառում, եւ Եվրոմիության կողմից այն աչակցությունը, որը տրամադրվեց ու գտնում եմ, որ կարծում եմ, որ շարունակվելու է տրամադրել, պետք է կարողանալ լավագույնս օգտագործել, լավագույնս օգտվել այդ հնարավորություններից եւ որպեսզի դա հողի վրա իրապես տեսնենք դրա արդյունքները։ Որտեղ են ասում գիշեր-ցերեկ աշխատելու ժամանակն է։ եւ ամփոփելով պարոն Սարգիս, տեսեք, փաստորեն մենք ունենք մի իրավիճակ, երբ այս ռեֆորմները, որի կենսական անհրաժեշտությունը կա, դրան խոչընդոտում է ԵԱՏՄ-ում շարունակվող մեր անդամակցություն։ Ինչի համար է դա։ Որպեսզի լինի մարդկանց ազատ տեղաշարժ, հա, ասենք աշխատանքային եւ այլ նպատակներով։ Եվ մենք տեսնում ենք, դա աշխատանք չկա, որ տեղաշարժվեն, եւ երկրորդն էլ ինչ դիսկրիմինացիոն դրսևորումներ ասեք տեսնում ենք, էլ մարդկանց բռնում են եւ այդ կախվածությունն օգտագործելով ուղարկում են, չգիտեմ, ինչ-որ ուրիշ երկրում ընտրություններ։ Ապրանքների ազատ տեղաշարժ չի տեղաշարժվում։ Երկրորդն էլ նույնիսկ եթե թույլ էլ տան, ասենք մեր բեռնատարն կմտնի Ռուսաստան, մինչև կհասնի տեղ, բենզինը կվերջանա, որտեղ լսնի։ Ցախվառի։ Այսինքն դա էլ է փակվում։ Ինչ որ բաներ էինք առնում Ռուսաստանից, էլ չենք առնում։ Հիմա հարց էլի մնում ենք, որ ինչ անենք, պարոն Սարգիս։ Եվ ստեղ վարչապետն էլ հարց էր տալիս, որ ես կտամ այդ հարցը մեր գործընկերներին հասկանալու համար ի վերջո ԵԱՏՄ-ն ողջ է թե մեռած։ Ինչ եք կարծում, ինչ ժամանակային հորիզոնի մասին է խոսքը, որ մենք վերջի վերջո կողմնորոշվենք եւ նաեւ գիտենք, որ դա զուգորդված է նաեւ հապկի խնդրի հետ, ԱՊՀ-ի խնդրի հետ, հա, դրանք բալաստներ են, որ ուղղակի խոչընդոտում են
թե մեր ռեֆորմները ներսում, թե մեր առաջընթացը մեր նոր գործընկերություններում շատ հակիրճ պարոն Սաքոն մեր ժամանակը որովհետև Պարոն մոտեցնում է Մեհրաբյան, նպատին։ եկեք արձանագրենք հետևյալը։ ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալու հիմնական պատճառներից մեկը, որ այն խնդիրները, որը այս պահին ինչ որ ձևով լուծվում է ԵԱՏՄ-ում մնալու շնորհիվ, այդ խնդիրները իշխանությունը չի լուծել։ Այսինքն, ինչքան որ իշխանությունը խնդիր չի լուծել, այդքանով էլ մնում է Հայաստանի այդ ԵԱՏՄ-ի կազմում մնալու հիմքերը։ Այնպես որ եթե հարցեր են տալիս ԵԱՏՄ-ին, բա ինչքանով կա ԵԱՏՄ, ես հարց եմ տալիս իշխանությանից, ինչքանով է իշխանությունը այն խնդիրները, որ կապված էր ԵԱՏՄ-ի մեջ լինելով լուծելու Հայաստանի համար, ինքը այդ խնդիրներին տրվել լուծումներ, այլընտրանքային լուծումներ, որպեսզի տեսեք հապկից սառեցրեց, չէ՞։ Որտեվ Այո, հապկը չաշխատեց ու սառեցրեց, որտեվ հապկից որևէ բան չի ստանում, լուծել է։ իմաստը Այսինքն կորավ։ ինքը որտեվ իմաստը կորելու հետ միասին ինքը նաև սպառազինության ձեռբերման խնդիրներ լուծվեց։ Չէ՞ Այո, վերջնաշով։ Իհարկե սպառազինության ձեռբերելու համար բավական ռեսուրսներ եւ այլն եւ այլն։ Այսինքն այո, հիմա նույն ձևի դու ինչ ես արել, որպեսզի այն հարցերը, որոնք ինչ որ չափով լուծվում են ԵԱՏՄ-ի անդամության շնորհիվ, այդ հարցերին այնպեսի լուծումներ տաս, որ արդեն ինքնին ասել, գիտեք ոնց է, դուք էլ ձեր ԵԱՏՄ են, օրինակի այո։ համար, հա։ Ահա, Սա արձանագրենք, որպեսզի հասկանալ։ Իսկ ինչ մնում է ազատ տեղաշարժ եւ անտեղ լուրջ էլի։ Ուկրաինական դրոնները հասնում են մինչև Ռուսաստանի, չգիտեմ, էլ արդեն տեղ չկա որ հասած չլեն։ Ինչ տեղ անզած։ մինչև հարավային Սիբիր։ Ամիրաբյան, ինչ ազատ տեղաշարժի մասին է խոսքը։ Այսինքն այդ երկրում ինքը իր անվտանգ տեղաշարժի համար նույնիսկ երաշխիքներ չի կարող տալ։ Այո, Այսինքն բանը ոնց որ ականապատ դաշտով գնաց գազ, հա, ասենք թե։ Այդ պետությունը ինչ տնտեսության մասին է խոսքը։ Ինքը իհարկե հումք տվող է, հա, որպես հումքի։ Թե չէ այո։ Ռուսաստանից ինչ արտադրանք էլի օրինակի համար, ես չգիտեմ, դեռ ինչ պետք է արտադրեն, որ մենք ստանանք, չէ՞, վերջին Դե հաշվով։ հենա Այդ մտեք մեր սուպերմարկետները եւ տեսեք ինչ սենց առաջատար ռուսական արտադրանքներ դե հիմա տեսեք, այդ արտադրանքը ոնց որ բենզինը, ոնց որ կան։ դիզվառելիքը, Այո, դրանք էլ են շուտով որոշելու, որ չեն բանանում, այո, արտահանում։ Ինչի համար, որտեղ իրանց բավարար չի արդեն եղնելու։ այո, Այնպես որ եկեք այստեղ մի հատ, եթե մեր շուկայում այդ ռուսական արտադրանքները դեռևս կան, վաղը չեմ ես այդ արտադրանքները կտրուկ նվազելու են, որովհետև նույնց եմ կրկնում աշունքից հետո է բերքահավաքը երբ որ չի դե, լինելու։ Վերջան անասնապահության գլխականակը եթե կրճատվում է, ինչ կատնամթերք, ինչ բան այո, կներեք, հա։ Այնպես այսինքն մենք պետք է մտածենք, թե մեր շուկայում այդ որ լցված են այդ ապրանքները, դրանց մեր արտադրանքը պետք է իրապես այդտեղ լինի, եւ ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է նույն ձևի սահմանափակումներ մտցնի նաեւ ռուսական ապրանքների դեմ, ինչու ոչ։ այո, Մտցրեք, եթե դուք մտցնում սահմանափակումներ եք կիրառում հայաստանյան արտադրանքի դեմ, հայելային ձևով այո, արժանապատիվ պետությունը պետք է նաեւ սահմանափակում մտցնի նրանց դեմ, այո, օրինակի համար, հա, վերջին հաշվով։ Բայց նույնիսկ կրկնում չի արվում, ինչու՞։ Որտեղ դու այդ խնդիրները չես լուծել։ Դերևս ասում ես դե լավ ժամանակ։ Ինչքան ժամանակ ձգել։ Այդ պետությունը նույնիսկ եմ կրկնում այս տարվա ձմեռը եւ գարունը հատկապես խորը ճգնաժամի մեջ է։ Ոչ թե հայ-ռուսական հարաբերություններն են ճգնաժամի մեջ, պարոն Բերաբյան։ Ռուսաստանն է խորը ճգնաժամի մեջ։ այո, Եկեք սա արձանագրենք եւ տոտալ մոբիլիզացիան տեսեք այդ նավթա մշակման այդ գործարանների ինքնին
Գիտեք, դա հնարավոր չի եղնելու վերականգնի։ Իհարկե։ Ես մտածում եմ, որ նույնիսկ Չինաստանը, քանի որ նրանց մոտ լճացում է այդ էլեկտրոմոբիլների, շատ հեշտահանգիստ այդ ամբողջը լցնելու է Ռուսաստան։ Դե որ եթե բենզին չկա, դիզվառելիք չկա, սկսելու են էլեկտրոմոբիլներով, հա, հոսանքով, հա, բայց այդ հոսանքի համար էլ, որ վերջին հաշվով նույնպես ես չեմ բանանում, կասկածում, որ հաջորդ թիրախները կարող են լինել ոչ միայն նավթավերամշակման գործարանները, այլ նաև հիդրոէլեկտրոկայանները։ Այդ բանը, այո, այսինքն որովհետև դրանք ռազմական արտադրության համար ամենակարևոր աղբյուրներն են։ Բա ինչ անի։ Բա ինչ, ուզում ասեմ, Ուկրաինան չի հաշտվելու, որ գիտեք, իրանք խժռեն։ Իհարկե։ Եվ այդ առումով թող Հայաստանը մտածի գլխի չարը, որ ինչքան շուտ հեռանա այդ խորտակվող հնավից, ժամանակին ոնց որ Խորհրդային Միության հիշում եք կործանման հետ կապված, որ չհաջողվեց, մնացինք այդպես էլ փլատակների տակ իհարկե, նկատի ունեմ այդ միջպետական եւ այլն բաներով պայմանավորված, հերթական անգամ մենք չմնանք այդ փլատակների տակ, սա է ամենամեծ խնդիրը հիմա։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սաքանց, ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հարգարժան հետևորդներին եւ ժամանակ գտաք մեր եթերի համար։ Միշտ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։ Հաջողություն, միշտ նոր հանդիպում, ես էլ եմ շնորհակալ։ Լավ մնացեք։